Հայաստանը 2027 թվականին կդառնա Կաննի 80-րդ հոբելյանական կինոփառատոնի քննադատների շաբաթ ծրագրի հաջորդ քայլը նախաձեռնության պատվո երկիր, ներկայացնելով հայ կինոյի ներուժը միջազգային հարթակում, նաև նպաստելով երիտասարդ կինոգործիչների հանրահռչակմանը։ Բանն այն էր, որ իրանք պլանավորել են 10 տարի առաջ, արդեն գիտեին, որ երկրեր են ունելու ու ես անընդհատ ասում եմ, խնդրում եմ շուտ ինչ-որ մի բան արեք, ոնց անենք, որ Հայաստանը ավելի արագ լինի, 10 տարի չենք ուզում սպասենք, ու ֆրանսիացի պրոդյուսերները ասացին, եթե կարող եք, Լատինական Ամերիկայի երկրերից մեկում ինչ-որ խնդիրներ են առաջացել եւ այդ երկիրը չի կարողանում մասնակցել։ Ես ասացի, հենց հիմա սկսում ենք մասնակցել։ Միջազգային ժյուրին կընտրի 4 հայ ռեժիսորների, որոնց կմիանան եւս 4 օտարազգի ռեժիսորներ։ Նրանք համատեղ մեր երկրում կստեղծեն կարճամետրաժ 4 ֆիլմ։ Կարևոր նախապայման է, որ նկարահանումներն անցկացվեն Հայաստանում։ Սա մեծ հնարավորություն է բացում մեր երիտասարդ կինոգործիչների համար, ովքեր համատեղ արտադրելու են կարճամետրաժ 4 ֆիլմ։ Սա իդեպ երկարաժամկետ ծրագիր եմ համարում, որովհետև մի տարվա ծրագիր չէ ամեն դեպքում այս երիտասարդները, ովքեր համատեղ արտադրելու են դրսի իրենց գործընկերների հետ համատեղ ֆիլմեր են արտադրելու, կարծում եմ, որ շարունակական է լինելու եւ ամեն տարի հնարավորություն են ունենալու նոր ֆիլմեր արտադրել, այնպես որ այս ձեռքբերումները կարծում եմ այս տարվա բարձր պիտի գնահատենք եւ շարունակենք գնալ առաջ։ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի փոխնախարարը միջազգային կինոփառատոնին մասնակցությունը մեծ առաջընթաց է համարում։ Վստահ է, այս քայլով բարելավվելու է հայկական կինոյի որակը, նաեւ ճանապարհ է բացվելու դեպի միջազգային կինոշուկա։ Տարիներ շարունակ մենք դիտարկել ենք հայկական կինոն եւ հայկական արվեստը միայն Հայաստանի համար։ Դա չի կարող այդպես լինել։ Ցանկացած ստեղծված ֆիլմ, ցանկացած ստեղծված արվեստ պետք է դիտարկել համաշխարհային քարտեզի վրա եւ ընդհանուր մտածելակերպի եւ ընդհանուր ռիթմերի շնչի մեջ։ Մենք այստեղ այս քայլով ինչ ենք անում, մենք դուրս ենք գալիս մեր սահմաններից։ Իդեպ այս տարի Կաննի 79-րդ կինոփառատոնի Կանն կլասիկ դասական ֆիլմերի շարքում ցուցադրվել է Արտավազդ Փելեշյանի 5 ֆիլմ։ Ֆրանսահայ դերասան եւ ռեժիսոր Սիմոն Աբգարյանի մասնակցությամբ Շարլ դը Գոլ կեսագրական ֆիլմն էլ արժանացել է բարձր ընդունելության։ Այն առաջիկայում կցուցադրվի նաեւ Ոսկե ծիրան կինոփառատոնում։ Յուրա Վահանյան, Ռաֆիկ Սողոմոնյան եւ Սեյրան Անտոնյան, լուրեր։